Ուրեմն Ադամի դրախտից վտարվելուց հետո մարդկությունը ապաշխարության մեջ է։ Ինչ է ապաշխարություն։ Ապաշխարում վերադարձ դրախտ, երկնքի արքայություն։ Եվ մենք ուզում ենք հասնել երկնքի արքայություն, թե չէ։ Ուզում ենք կորուսյալ դրախտը վերականգնել։ Ուզում ենք, թե չէ։ Շատ հստակ հարց մենք ինքներս մեր առջև պետք է դնենք։ Մենք ընդունում ենք, որ դրախտից վտարվել ենք։ Եթե ընդունում ենք, ուրեմն ջիք ու ջանք պետք է գործադրենք վերադառնալու դրախտ։ Իսկ դա ինչպես է լինում։ Ապաշխարությամբ։ Մարդու ամբողջ կյանքը ապաշխարություն։ Ապաշխարություն ինչ ենք հասկանում։ Սրտի զղջում։ Հա։ Իսկ սրտի զղջման համար մեղքի գիտակցություն է պետք։ Մարդը պետք է հստակ հասկանա, ինչի մեջ ինքը թերացավ, ինչ մեղք գործեց։ Ոչ թե սենց խառը։ Դες մեղավոր եմ։ Հասկացանք մեղավոր ես, բոլորն են մեղավոր են, բայց ինչի մեջ ես մեղավոր։ Ինչ սխալ ես դու գործել, որ դու գիտես, երբ որ դու գնում ես բժշկի մոտ, բժիշկը նախ եւ առաջ քեզ ախտորոշում անում, ասում է ինչ գանգատ ունես, չէ՞, գնում ես բժշկի մոտ, ասում է ինչ գանգատ ունես։ Բայց սա շատ դժվար հարց է։ Երբեմն մենք մեր գանգատները չենք կարողանում բժշկին ներկայացնել։ Ինչու՞։ Որտեղ մենք մեզ լավ չենք ճանաչում։ Ես հիշում եմ մի անգամ գնացի բժշկի մոտ, ասեցի գլխապտույտ ունեմ։ Ինքը ներվա պաթոլոգ էր։ Սենց մի երկու հատ սենց շարժում արեց, որ ծնկներիս խփեց, սենց պտտես պնաց, ասեց դու ներշնչել ես քեզ, ոչ մի գլխապտույտ էլ չունես։ Ունեց ապացուցեց, ես հասկացա, որ այսա մասնագետ էր։ Հասկացա, որ ես անիմաց ինձ ներշնչել եմ, ոչ մի գլխապտույտ էլ չունեմ։ Այդ ճիշտ էսպես էլ մենք եթե ուզում ենք մեղքի լավ գիտակցություն, ճիշտ գիտակցություն ունես, ինքներս մեզ լավ ճանաչել, դի գնանք բժշկի մոտ։ Բժիշկն ով է, հոգևորական, փորձառու, խոստովանահայր։ Դի գնանք գանգատները մեր ներկայացնենք։ Հետո բժիշկն կասի, ոնց որ դու մի քիչ այն չես հասկանում քո գանգատները։ Ես քեզ ճանաչելով ասում եմ, որ դու ավելի շատ այսրան ուշադրություն դարձրու, հա։ Այն մանր բանին ուշադրություն մի դարձու, դրանք վտանգավոր չեն քո հոգևոր առողջության համար։ Դու ավելի շատ սրան ուշադրություն դարձրու, որպեսզի մանրի հետև ընկնելով մեծը բաց չթողնես։ Մի հատ հետաքրքիր էսպիսի պատմություն կա։ Մի կին գնում է մեղքերը խոստովանելու քահանայի առջև։ Մի ուրիշ ծեր սուրբ ճգնավոր տեսնում է հոգու աչքերով այդ ամբողջ։ Այս կինը բոլոր մեղքերը խոստովանում է, եւ դրանք մանր օծերի նման են։ Իհարկե մանրներն ասում են, մեծը չի ասում։ Մեջը մի հատ վիշապ կար նստած։ Եվ ասում է, երբ որ այդ մանր մեղքերը խոստովանում էր, այդ մանր օծերը դուրս են գալիս, վիշապը անընդհատ գալիս էր բերանից դուրս գար, հետ էր գնում։ Ուզում էր բերանից դուրս գար, հետ էր գնում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ ամաչում էր ասել։ Այդ իր մեծ մեղք։ Կա չէ՞ դες մեղք, որ ամաչում է, որ բոլորի առջև ասեն գետին կմտնենք, չէ՞։ Կա չէ՞։ Հա։ Հենց այն գետին մտնելու մեղքը, որպեսի բոլորի առջև չասվի, այսինքն Աստծո դատաստանի առջև չհայտարարվի երկնքում հրեշտակների Աստծո առջև։ Գնա քահանային ասա։ Անգիր գիտի, բարդ բան չկա տեղ։ Հա։ Ուրեմն այդ կին անընդհատ էս մանրներն ասում է, մեծը չի ասում։ Օծը վիշապը գալիս է բերանից դուրս գա, մանես, որ տենց էլ չի ասում։ Թողնում դուրս է գալիս, սուրբ ծերը մի անգամից մտնում է քահանայի մոտ, ասում է, այդ կինը ասում է բոլոր մեղքերը խոստովանեց։ Ասում է, հա։ Մա չէ, չի խոստովանել, գնա հետ կանչ։ Հետ է կանչում, ասում է, դե արի, այն վիշապը, որ քո մեջ է, ասա, վախցնում է։ Խոստովանեցնում այդ վիշապը միջից դուրս է գալիս։ Հա, ու լիարժեք է լինում խոստովանությունը, հա, թեթևացավ։ Հիմա մենք ուզում ենք վիշապը մեր մեջ մնա թուլավորվենք, հետո ահեղ դատաստանին գետինը մտնենք, հետո հավերժ տանջանքների գնանք, թե գնանք, հանենք մեր միջից այդ թույնը։ Ո՞րն ենք ուզում։ Դեն չկա։
Ուրեմն որոշենք թե որն ենք ուզում ենք բուժվենք թե չենք ուզում բուժվենք։ Ապաշխարությունն է սա։ Պահք պահեցինք, պահք չպահեցինք, թույլ ենք, տկար ենք, շատ պահեցինք, քիչ պահեցինք։ Դա արտաքին կերպն է։ Եթե դու քո մեջ երկու կարևորագույն բան կա, որ դու վստահ ես եւ ամենակարևորը մարմնավոր եւ հոգեվոր պատրաստվածությունն ես, որ կարող ես պահքը պահել, որտեվ պահքը օգտակար է, եթե մարդը լուրջ հիվանդ չի։ Հոգու եւ մարմնի համար էլ է օգտակար։ Տարվա մեջ թե մարմինը եւ թե հոգին պետք է այդ 50 օրյա շրջան ինքնամաքրման շրջանը հոգու եւ մարմնի։ Սա կարևոր է։ Միայն այն պարագային, երբ որ մարդը իրապես հիվանդ է, կարող չի դա պահել։ Հա։ Փոխարինող բաներ կան մարմնավոր պահքին, բայց հոգեվոր պահքին փոխարինող ոչինչ չկա։ Աղոթքդ պետք է անես։ Մեղքից պետք է հեռու լինես։ Իսկ զղջաս, խոստովանես, ապաշխարես մեղքերիդ համար։ Լիարժեք ինքնամաքրվես։ Մենք ամբողջ տարին մեղքեր ենք գործում, բայց 50 օր այդ ամբողջ տարվա 350 օրվա համար 50 օր չենք ուզում ապաշխարենք։ Հետո ուզում ենք փրկվենք։ Մենք մի քիչ լուրջ չենք մոտենում մեր փրկությանը։ Անլուրջ ենք, մեր հոգևոր բուժման անլուրջ ենք, չէ՞, մարդը երբ որ իր առողջությանը չհետևում, տարիներն ասում է, մի օր նենց մի հատ իրադրության առջև է կանգնում, որ արդեն անդառնալի է լինում։ Ճիշտ է, այդպես էլ հոգևոր կյանքն է, մեր ամբողջ կյանքն է ապաշխարություն։ Մենք պետք է սիրենք ապաշխարությունը, որտեղ դրանով փրկվելու ենք, երջանիկ ենք լինելու։ Ես երեխեք գիտեմ, որ ավելի շատ մեղքից հրաժարվելն են սիրում, քան մեղքն են սիրում։ Եվ լացելով, չեմ ասում անմեղ են, չէ, մեղավոր են, բայց հենց որ մեղք են գործում, զանգում են կամ գալիս են, հասնում են ու զռում են։ Էլի գա, ոչինչ, բալես, ոտի էլի կանգնի։ Այսպես պետք է լինի։ Սեր պետք է լինի Աստծո հանդեպ։ Հասկանում ես, մենք մի քիչ ոնց ասեմ, սառնում ենք էլի։ Այդ ջերմեռանդություն չկա մեր մեջ ապաշխարության։ Սենց համակերպված, դե մեծ մեղքեր չենք գործում, բայց այդ ջերմեռանդություն չկա, չենք բուժվում, մենք չենք ապրում, ոչ կենդանի ենք, ոչ մեռած ենք։ Ես կուզենամ այս ջերմեռանդությունը լինի քրիստոնյայի կյանքում, իրական ջերմեռանդություն, հոգևոր կյանքի իմաստը, որ մենք ապրենք մեր կյանքը, ամեն վայրկյան, տեսել եք երեխան, այն փոքրիկ 3-4 տարեկան երեխան, ամենաանիմաստ բանը անելով, ամենաիմաստավոր խորհուրդն է այդ բոլորի մեջ դնում։ Երեխան անիմաստ ոչինչ չի անում։ Ամենաանիմաստ բանը, որ մեր աչքին երևում է, չգիտեմ, հողի հետ է խաղում, ավազա դնում, չգիտեմ, ամենաիմաստավորն է իր համար։ Մենք դժվար թե կարողանանք այդ իմաստին հասնել երեխային։ Ուրեմն ինչպես մեր Տերն է ասում, եթե չլինեք երեխաների նման, չեք մտնի